Ողջույն, այսօր տաղավարում հրավիրել եմ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլերյանին։ Բարև ձեզ, պարոն Բեգլերյան, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Պարոն Բեգլերյան, շարունակվում են ցույցերը Իրանում, իհարկե հարավային հարևանում տեղի ունեցող իրադարձությունները մեզ բոլորիս մտահոգում են եւ շատ կարեւոր է հասկանալ, թե տեղում ինչ է կատարվում, եւ այս առումով նախ եւ առաջ կուզեի ձեզ հարցնել երկի հաշվի առնելով նաև ինտերնետի կապի խափանումները եւ անջատումները, այնուամենայնիվ վերջին իրավիճակը ձեր տեղեկություններով ինչպիսին է եւ ինչ է կատարվում տեղում։ Իհարկե մեր տեղեկություններն էլ ձեզպես այսպես ինտերնետային հասարակություն չկա, բայց մի քանի գրեթե առաջի օրը որ ինտերնետը խափանվեց, մի երկու առիթ եղավ, գիտեմ որ ընկերներս հեռախոսով խոսացել են Թեհրան, հատկապես այդ պահին, որ արդեն լուր տարածվեց, թե հայ ազգի զոհ են ունեցել այդ տեղեկությունների ուղղությամբ, բայց նաև մի երկու ճամփորդներ երեք եւ անցյալ օրը եկել են, այսպես առիթ է եղել հանդիպել ենք, ընդհանուր առմամբ ըստ իրենց տեսածների եւ լսածների ցույցերի թափը երեք չանցյալ գիշեր օրվանից գրեթե արդեն շատ է պակսել եւ դու գիտեք էլ արդեն թե երեք եւ թե անցյալ օրի գիշերը ավելի այսպես այն զանգվածը որ հովանավորում է երկրի իշխանությանը ավելի մեծ թափով ներկայացան եւ ցույցեր եղավ զուգահեռ թե հենց այսօր թե երեք նաեւ ինչ որ զոհվածների նահատակների հուղարկավորություններ կա դա Գերոյասուք է, չէ՞ այդ։ Այո, դա ինքը վերածվեց նաև հետևաբար ցույցերի ի հակառակն, այսպես խուլիգանական կամ այն խավը, որ մեկ խոսքով իրենց բողոքները վերածվեց ավելի բռնի ձևակերպի ու վարվելակերպի։ Ընդհանուր առմամբ այդպես է։ Այսօր էլ երկրի ոստիկանապետը հայտարարեց, որ 3 գիշեր մեծի մասամբ համարյա լիակատար խաղաղություն տիրել։ Հիմա դա իհարկե ոստիկանապետի արտահայտությունն է։ Այսօր էլ կարծեմ առողջին 3-5 հանդիպում ուներ արտաքին երկրների դեսպանների հետ, նույնպես պարզաբանեց, թե ինչ քայլեր է կատարվել, ինչու է կատարվել։ Եվ որ տիրապետում են իրավիճակին։ Եվ տիրապետում են իրավիճակին, այո։ Մինչև պատճառների մասին խոսելը ձեզ հետ քննարկելը դուք նշեցիք, որ հայ համայնքից 1 հոգի զոհվել է, այսինքն դա հաստատված է, որովհետև շատ տեղեկություններ են տարածվում եւ մենք վախենում ենք, որ դա նաեւ ոչ ճշգրիտ ինֆորմացիաներ են, այսինքն ինչ վիճակի է հայ համայնքում, որքանով է ներգրաված եղել հայ համայնքը սովորաբար նման ցնցումների ժամանակ ինչպես է դիրքավորվում եւ այս ակտիվությունը եթե եղել է ինչպես է գնահատում։ Ընդհանուր առմամբ հայ համայնքը միշտ էլ սկզբունքորեն այնպես է մոտեցել, թե իրենց համար երկրի կայունությունն է կարևոր եւ եթե համայնքը հարցեր ունենում է ընդհանուր առմամբ, փորձում է համապատասխան լծակները, որ բացատրված է, ճշգրտեցված է, այդպեսի հարցերը լուծել։ Ինչպես հատուկ է փոքրամասնությունը։ Այո։ Բայց ամենայն դեպս անհատները իմաստնավոր երիտասարդությունը պատահում է, որ ելնելով հիմա իրենց ընդունված գաղափարներից, իրենց lifestyle-ից, ինչպես ասում են, կամ պայմանների բերմամբ անշուշտ ինչ որ ձևով մասնակցում են, որ ընդհանրապես կարելի է ասել դրանք բան են, մեկ խոսքով ճաշակային խնդիր են։ Եվ այդ անձնավորությունն էլ որ դժբախտաբար զոհվեց, ես իհարկե նախ առաջի օրը այսպես հպանցիկ լուրը ստացել էի, բայց նախքան ցանցերում տեսնելը ընկերներից մեկը իմ հետ զրույց խոսեց եւ ասաց, որ քիչ առաջ Թեհրան խոսացել է եւ իրեն հստակ փոխանցել է, որ զոհ ունեցել ենք։ Հետևաբար այդ 1 հոգի զոհը կարծում եմ որ արդեն հաստատված է, շուրջ 3 հոգու մասին էլ վիրավորվածների մասին խոսք է, նաեւ 3 ինչ որ լուր լսեցի ես Ամերիկայից 1 հոգու միջոցով, թե ընդհանուր առմամբ հենց նույնն է, բայց խոսք գնացել էր, թե կարելի է 1 տիկին կամ 1 օրիորդ հայ ազգի զոհվել է։ 3 ինչ որ անուն լսվեց Instagram-յան ալիքներում դուրսից, Ռուբինա անունով մեկը, բայց ըստ երևույթին հայի անուն չի։ Գուցե դա է, որ շփոթվել է, գուցե հայ, այսինքն հայ ազգի աղջիկ չի եղել, որովհետև այդ քաղաք, որ մասին խոսք էր գնում, այնտեղ զոհվել է, բոլորովին հայ համայնք չկա այդ։ Այսինքն հաստատված 1 զոհի մասին։ Պարոն Բեգլերյան, այս ցույցերի ֆոնին շատ տարբեր կարծիքներ էին հնչում, բայց ընդհանրապես
այն հիմնական կարծիքներից մեկն այն է, որ սա վերջին տարիների շատերը կապում են ընդհանուր հեղափոխությունից հետո 79 թվականից հետո, որ սա ամենախոշոր ցույցերն են։ Արդյոք դուք այս տեսակետի հետ համաձայն եք։ Ես չեմ եղել կամ ինչով են տարբերվում նախորդ ցույցերից։ Նախորդ այս կարծում եմ որ ըստ դուրսից տեղեկությունների որ լսվում է, տեսնում են կամ շոշափում են կամ փոխանցվում է, կարելի ասել այո, այս ցույցերը թե ուղղահայաց առումով, այսինքն տարբեր ժողովրդի շերտերի մասնակցությունը, սկիզբը բազարիները, ինչպես ասում են, եւ հետո ուրիշ խավը, եւ թե հորիզոնական, այսինքն աշխարհագրական առումով բավականին ընդլայնված է եղել։ Դա կարծում եմ իրականությունը։ Բայց նախ ես ասեմ, երկրի սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով եւ հատկապես այս վերջի մեկ տարվա տնտեսական խնդիրները եւ ինչու՞ չէ պատերազմից հետո տնտեսական հարցերը, էներգետիկ, ջրային ռեսուրսներ, որ բոլորն ամենը գիտեն, մեծի մասամբ փորձագետներ, մասնագետները ասում են, որ պետք է սպասել ինչ-որ ժողովրդական ընդվզման։ Բայց թե ինչպես կհունավորվի, ինչպես իրեն կդրսևորի, դա բոլորի համար խնդրո առարկա է։ Եվ ականատեսը եղանք։ Հետևաբար ես կարծում եմ տարբերությունը այն կլինի, որ նախ իր հստակ սկզբնական ֆոնը տնտեսականն էր, բայց պարզ է, որ ունեն ժողովուրդը ուրիշ պահանջներ, հատկապես պատերազմից հետո, որը շատ խոսք գնաց, թե իշխանությունը պետք է ինչ-որ հեզություններ ստեղծի, հեզասահ գործընթաց սկսեցի սոցիալ-տնտեսական կյանքի վերաբերյալ, ինչ-որ առումով քաղաքական բնագավառում, որը ականատես չեղան։ Սրանք բոլորը այդ ակնկալիքները ստեղծել էին, որ նման բարդություններ երկիրը կարող է ունենալ։ Բայց ես նաև այսպես կարծեմ, ընդգծեմ, որ ինձ թվում է դեռ այդ ամենով հանդերձ միջին խավը կամ միջին դասակարգը գուցե այդքան որ ակնկալվում էր չի մասնակցել, որովհետև հատկապես ընդհանուր առմամբ կարծում եմ փաստված է, երբ որ նման շարժումներ գնում են դեպի բռնությանը եւ այսպես մարդասպանություն արյուն է հոսում, դա արդեն մեծի մասամբ միջին դասակարգը, ավելի երեցները, ավելի տարեցները, որ նրանք որ ինչ-որ հերանեկար ունեն ընդհանուր առմամբ քաղաքական հասարակական դաշտից, վերապահությամբ են մոտենում կամ հետքայլ են անում։ Սկզբնական քայլում, որ բողոքները, ասում եմ, մեծ մասամբ տնտեսական է եւ շուկայից սկսեց, եւ տեսակ պարոն Փեզեշքյանն էլ մեջապես փորձեց ըմբռնումով մոտենալ կապեր հաստատել եւ լսել բողոքներին, այդ հանգրվանում ես կարծում եմ, որ վերջապես պրոիշխանական զանգված, զանգված չասենք ինչ-որ շերտերը ներկայություն եղել են, բայց հետագային որ գնացել է դեպի այդպես ավելի բռնությանը, հավանաբար որոշները մեծի մասամբ կարծում եմ, որ ասում եմ հետքայլ կանեն կամ զգուշավորությամբ կմոտենան, քանի որ ամենայն դեպս Իրանի հեղափոխության փորձը երեսների եւ տարեցների մոտ դեռ թարմ է հիշողություններն։ Պարոն Բեգլյան, շատերը առանձնացնելով այս ցույցերի բնույթը նշում են, որ ի տարբերություն նախորդ ցույցերի, որտեղ որ ընդհանուր էր տնտեսական բաղադրիչը, սոցիալական, սա նաեւ տարբերվում էր ուներ նաեւ քաղաքական հստակ բաղադրիչ։ Արդյոք դա այդպես է եւ սա նաեւ արտացոլվում է շատերը նշում են նաև լոզունգներով, կարգախոսներով, արդյոք այս քաղաքական բաղադրիչը իր հերթին տարբերում է նախորդ ցույցերից։ Այսինքն նոր ինչ-որ երևույթ է, հա, այս զարգացումը։ Գիտեք, երբ որ ցույցերը սկսվում են եւ հատկապես ինչ-որ դրդապատճառից ելնելով հետո եթե ուրիշ կուտակված բողոքներ կան կամ դժգոհություններ կան, հետեւաբար արկախոսների կամ լոզունգների բովանդակությունն էլ փոխվում է։ Ես սովորաբար շատերը մոռանում են թե ինչ են սկսել։ Հետևաբար դա լինում է։ Օրինակ ես չեմ հիշում, որ երբ խոսվում էր այսպես թակավորական համակարգի մասին, այսպես բացի այս վերջի ցույցերը, այսինքն այս օրերի ցույցերը, այդքան բացնեիված արտահայտություններ լինել, բայց մենք տեսանք, որ թե Ռեզա Փահլավին շատ ակտիվ հանդես եկավ, հստակ հերոստալիքները իրեն հովանավորում էին ահռելի պրոպագանդա գնաց հոգուտ իրան, ինքը փորձեց իր սխալ ռազմավարությունը, այսպես վրանցյալում ունեցել էր բավականին դժգոհանքեր առաջացրել, այսպես ինչ-որ փարատել, ուրիշ ձևի հանդես գալ։ Որտեվ անգամ նա աջակցել էր Իսրայելի հարձակումներին, չէ՞ ժամանակի։ Այո։ Դրանք գուցե ինչ-որ առումով ոլորտը ասենք մթնոլորտը փոխեց։ Եվ հատկապես այն, որ ես կարծում եմ հենց մասնակցող ժողովուրդը, թեկուզ երիտասարդությունը, որովհետև
տարիների ընթացքին նաև տեսել էին տարբեր ցույցեր եւ բնականաբար տեսնում են, լսում են, քննարկում են, գուցե իրենք էլ ակամայից կամ գիտակցաբար մտածում են ի վերջո թեկուզ երևութապես, թեկուզ սիմվոլիկ կարիք ունեն ինչ-որ լիդերի հանդես բերել։ Թեկուզ իրան ցանկացած լիդերը չլինի։ Կարծում եմ դա էլ դեր ուներ, որ այդպես ասողը bold է լավ Ռեզա Փահլավին, բայց ես կարծում եմ, որ վերջապես ինքը չունի այդ վերջնական կարողականությունը, որ միթե արտաքին ուժերի միջամտությամբ ուրիշ հարցեր պատահի, բայց չպիտի մոռանանք, որ Իրանի նման մեկ երկիր, որ իսկապես դեռ պատմական թարմ հիշողություն ունի եւ զգայուն են արտաքին միջամտության վերաբերյալ իրենց պատմական ճակատագրից հոլովույթները նկատի առնելով, կարծում եմ, որ ամենադեպս բացասական կազդի ժողովրդի վրա եւ հենց այս առումով էլ այս ցույցերը, որ վերջի օրերը հոգուտ իշխանության տեղի ունեցավ, կարծում եմ այդ հանգամանքն էլ դեր ուներ։ Պարոն Բեգլարյան, ես հենց Ռեզա Փահլավի գործոնի մասին եմ հենց նաև ձեզ ուզում հարցնել, որովհետև նաև կարծում եմ ինչ որտեղ նաև ուրճացնում են նրա դերակատարությունը այս ցույցերին, բայց այնուամենայնիվ դուք էլ նշեցիք, որ նրա ներգրավվածությունը կամ գործոնը աննախադեպ էր, եթե համեմատենք նախորդ տարիներին այս գործընթացների մեջ, բայց որ տեսնում ենք վանկարկումներ նրա անվան շուրջ եւ այլն, սա որքանով է արտահայտում այդ բողոքների էությունը, թե սրանք ավելի շատ մարգինալ կամ քիչ լսվող շերտերի կողմից են, այսինքն ինքը որքանով է ազդեցիկ կամ պոպուլյար է Իրանում ներկա։ Այսինքն թե ուզենաք ես ճիշտ հասկացած իրեն ձեր հարցը դուք ուզում եք ընկալեք, տեսեք իսկապես Ռեզա Փահլավին եւ իր հարող խոսույթը ինչքան գործնականում հողի վրա գործոն է թե չէ։ Իմ կարծիքով չէ։ Եվ պատճառն այն է, որ ամենայն դեպս տարբեր խոսույթներ դեռ չի ձևակերպվել Իրանում ներքին, թե հակախոսույթն ինչ է, ասենք իշխանությանը, որովհետև նրանք որ ծանոթ են հատկապես հենց YouTube-յան կանալները, թե անցած տարիների վերջին 3-4 տարի ընթացքին քննարկեն, կտեսնեն Իրանում ահռելի խոսվում այս թեմաների մասին, այսինքն հակառակ դրան, որ ասենք ինտերնետը ֆիլտրը եւ այլը, բավականին YouTube-յան կանալներ կան, հիմա ճիշտ է մեծի մասամբ մարդիկ, որ ներկայանում են, խոսում են, գուցե իրենք նաև անցյալ ունեն իշխանության մոտ, բայց դու նկատում ես այդ փոփոխությունը, նկատում ես հոլովույթը, նկատում ես դինամիզմը, որ փորձում են թարմացնել, զարգացնել, խոսույթ առաջացնել, բայց քանի որ երկրի հարցերը բազմաշերտ եւ բազմազան է դարձել, եւ այնքան հարցեր կա պետք է լուծում տալ, որը չի կարողանում քաղաքական բյուրեղացում գտնի։ Հետևաբար ես կարծում եմ Փահլավին ինքնստինքյան չունի այդ հարցերի, այդ խոսույթի մեկ խոսքով նշանակիչ է, որ կարողանա փոխանցի թե որտեղ ենք ուզում գնանք եւ վերջնական ինչ ենք ուզում ստանանք։ Որովհետեւ տեսնում եք մենք նաեւ լսում ենք, որ հենց թակավորությունը հարող եւ պաշտպանող դեմքեր հակառակ ամեն ինչի իրենք անմիջապես բան են դառնում, որևիցե քննադատություն չեն հանդուրժում։ Հետևաբար ինչպես են ուզում այդպես վստահություն շահել։ Ճիշտ է, հեղափոխությունները այսպես մեկ ասացված կա, ասում են հեղափոխությունները սերով են հաղթում, բայց խելքով են պահվում։ Բայց ընդհանրապես հակառակ է լինում, այդ սերը ընդհանրապես ողբերգությունները բերում։ Այսինքն Փահլավին այն ազդեցությունը չունի երկրում կամ այն հեղինակությունը, որ կարող է շատ ժամանակ ներկայացվել արևմտյան լրատվամիջոցներում։ Ինչ չի թվում, գուցե որտեղ գիտական հերոսություն պետք ունի հարցախույզների ձևով կամ ավելի պրոֆեսիոնալ, որ ձեռնարկություն չունեմ, ես էլ մասնագետ չեմ այդ բնակավարի, բայց այսպես շոշափելով տրամադրությունները ինձ թվում է դեռ չունի։ Միթե ասեմ պահի դրությամբ, որ այս մթնոլորտը ստեղծվել է հետակային ուրիշ հունավորում ստանա, որ ես հերո եմ տեսնում։ Շատ լավ, պարոն Բեգլարյան, ընդհանրապես նաև 12-օրյա պատերազմից հետո Իրանում եւ առհասարակ փորձագետների շրջանում շատ է քննարկվում Իրանում բարեփոխումների անհրաժեշտությունը, որ անկախ ամեն ինչից նաև ձեր նշած խնդիրները հաշվի առնելով պետք է մի բան փոխել եւ փոփոխությունների գնալ։ Այս պատերազմը 12-օրյա եւ այս ընթացիկ ցույցերը ինչ է նշանակում իշխանությունների համար, վարչակազմի համար, ասես ինչ մարտահրավեր է նշանակում եւ իրենք որ ուղղությամբ են գնալու կամ ինչպես պետք է շարժվեն առաջ, հա, բարեփոխումների առումով։ Բարձ հարց է, որովհետեւ հատկապես հիմա այս օրերի դեպքերից հետո իշխանության եւ երկրի առաջնահերթությունը համակարգը պահելն է բնականաբար։ Համակարգ ասելով նկատի ունեմ թե վարչատնտեսական, թե ռեսուրսների հարցով, թե քաղաքական համակարգն ինքնստինքյան։
Իսկ մյուս բարդությունը, որ իսկապես երկրում կա եւ բոլորն էլ խոսում են, այն է, որ այս պահին երկրի եղած հնարավորությունները, որ անկախ ինչքան ճիշտ է օգտագործվել, ինչքան չէ, շահառուները բազմազան եւ շատ են։ Դուք եթե հենց նավթային ռեսուրսների վաճառման process-ներ, որ երկար է մասին էս վերջի ամիսների շաբաթները խոսվում մասին, մեծ բարդություններ է առաջացնում եւ ահռելի գումարներ այս մեջտեղը առաջ գալիս։ Խոսքս այն է, որ բարեփոխություն ասած բառը, եթե իշխանության ուժի այն ամենաբիրտ կորիզը, վերջնական կարևոր կորիզը, նման քաղաքական կամք դրսևորի, որ նման բարեփոխումների գնա, ինձ թվում է բավականին մեծ ցնցումներ կլինի իշխանության ներս, որտեղ մեծ շահեր կան։ Եվ թե ինչքան գահաճող են, հիմա Փեզեշքյանն էլ վերստին հատկապես այս բյուջեի հարցով վերստին քննարկումների գնաց, երբ այդ արտարժույթի հարցը պատահեց եւ կենտրոնական բանկի տնօրենը փոխվեց, դրանք բոլորը ինչ որ քայլերը, որ ուզում են այդ ուղղությամբ գնան, բայց ինձ թվում է նրանց դիրքերը շատ ավելի կարճ եւ շահերը շատ ավելի մեծ են, որ այդպես հեշտ բարեփոխումների գնան, միթե այսպես ասենք, ինչպես ես ասում եի, այդքան հարցեր քննարկվում է տարբեր վերլուծաբանների կողմից, ասենք YouTube-յան կանալը եւ այլն, այնքան այս մտավորականության եւ մտահոգությունները տիրական դառնա, որ արդեն հատկապես որ ըսկան փոփոխությունները պիտի ընդունեն։ Իհարկե ըստ այդտեղ կհասնենք, քանի որ մեկ կարևոր հանգամանք կա, ես նավթը մեջ բերեցի։ Իրանի համակարգը ընդհանուր առմամբ գոյատևել է նավթի առքուվաճառքի վրա։ Սանկցիաների բառը։ Չէ, նախքան են սանկցիաները, հիմա սանկցիան ավելի բարդացրել է, բայց հիմա այս հարցերը, որ առաջացել է մինչ այժմ, եւ մենք գիտենք, որ ամենաբարդ հարցը նավթի վաճառման արտարժույթը օգտագործելն է, հիմա չասեմ անպայման դեպի երկիր ներածելը, սրանք մեծ ռեսուրսների հարց կառաջացնի, այսինքն ի վերջո իշխանությունը նաև փորձում է, երբ որ սուբսիդավորման մասին է խոսում, երբ որ պարոն Փեզեշքյան գալիս է բյուջեն, ասում է պիտի վերանայել այդ տոկոսը, որ որոշել ենք աշխատողների վարձը բարձրացնենք, պետք է վերանայել խորհուրդ, հենց այդ խորհրդարանը, որ մենք գիտենք, որ պահպանողականների ինձև է պարտադրում է գնա վերանայիր, նշանակում է իրենք փորձում են այդպես հարցերին լուծում տան, բայց ամենամեծ հարցը սա է, այսպես կարկատան գործերով տնտեսական հիմնական հարցերը գլուծվի թե չէ։ Հետևաբար, բայց ես կարծում եմ սրանք դեռ առկա են, հետևաբար հակում ունեմ հենց ձեր հարցի պատասխանը դրական ասեմ, այսինքն կերտան դեպի բարեփոխում։ Հուսով եք, որ հուսով եմ, բայց ես բարդ եմ տեսնում, որ ինչ մեխանիզմով կլինի կամ երբ։ Հատկապես արտաքին գործոնը Թրամփի վարչակարգի վարվելակերպը, տնկան բոլորը վանողական իրավիճակ է ստեղծում եւ բարդացնում է վերջապես երկիրը պետք ունի խաղաղության եւ ռեսուրսների, որ կարողանա այդ բարեփոխումները անի։ Ի վերջո բարեփոխումները պետք է լինեն խաղաղ պայմաններում եւ ոչ ճնշումների պայմաններում։ Գալով հենց մյուս հարցին, հենց Միացյալ Նահանգների գործոնի հետ կապված, Միացյալ Նահանգների նախագահը հայտնի է, որ անդադ սպառնալից հայտարարություններով է հանդես գալիս, որ նա կարող է նաև միջամտել ռազմական ուժ ցուցաբերել, սրանք ընդհանրապես որքանով եք հավանական համարում, թե որովհետև տեսակետ կա, որ իրականում Միացյալ Նահանգները փորձում է իրականում զիջումներ գործել Իրանից Իրանի միջուկային գործարքի հարցում։ Ինչպես եք տեսնում, որովհետև նաև այսինքն շատերը խոսում են նաև Իրան, ԱՄՆ բանակցությունների պատոնի հնարավորության մասին։ Վերջապես մենք գիտենք, որ նաև հայտարարվում, որ ամենայն դեպս կապերը կան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ, Իրանի միջև, բայց կարծում եմ հարցը արդեն միջուկային հարցից փաթեթից անցել է, արդեն ուրիշ մենք ամենից գիտենք բալեստիկ հրթիռների խնդիրը կա, Նեթանյահուի գործոնը, Ուրանի հարստած, Թրամփի շտապողականությունն է, հատկապես իր գլոբալ հարցերը, որ ունի տարածաշրջաններում, թե Չինաստանի հարցում, թե Միջին Արևելքում եւ այլն։ Այսպես Թուրքիայի գործոնը կարևոր է դարձել, Սաուդական Արաբիայի արտաքին քաղաքականությունը ուրիշ ձևակերպում է արդեն ստանում։ Սրանք բոլորը մեծ բարդություններ են եւ ես անշուշտ Իրանը փորձում է ելնելով իր սկզբունքներից, եթե պետք է բանակցային գործընթացել սկսի,
հենց ատոմական արխիվի ոլորտում պահել, մակարդակում պահել։ Բայց դժվար եմ տեսնում, թե ներկա վիճակում Ամերիկան բավարարվի դրանով։ Հիմա եկե Իրանում էլ նաև խոսվել է եւ խոսվում է, որ կարելի է ուրիշ ձևի փաթեթներ առաջարկել, չէ միայն ատոմականի հարցով։ Ուրիշ համագործակցությունների ոլորտ փորձել տրամադրություններ շոշափել, ենթադրենք ես նավթային ընկերություններից սկսած մինչև ուրիշ բնակավարներ, բայց քանի որ հիմա դու գիտեք այդ թե պատերազմը, թե պատերազմից հետո այդ հռետորաբանությունը, որ տիրական է դարձել արևմուտքում, թե Իրանը նվազ դիրքերում է պետք է փորձել եւ իցես դուք ասում եք ինչքան կարող է կորզել, դա նաեւ հենց այդ գուցե սկզբունքով լինի եւ հիմա հատկապես Իրանը փորձում է աշխարհին համոզացնել, որ ունի դեռ իր կարողականությունները եւ իր պոտենցիալներ եւ իր հզորությունը կարող է վերստին Երևան հանել։ Ինձ թվում է, եթե այս բոլորը, այսինքն առաջին արարը համարենք 12 օրվա պատերազմը, երկրորդ արարը համարենք այս ցույցերից բխած խնդիրները, որ Իսրայելն ու Ամերիկան ստեղծեցին նաև երկրորդ փուլում, ասենք, այդպես որ ասվում է, որ նշույլներ էլ կար, հռետորաբանությունն էլ խոսում էր այդ մասին, հայտարարություն էլ կար, թե մենք ներկա ենք դատարանքի ավալ, եթե դրան համարենք երկրորդ արարը, հետեւաբար երրորդ արարը կլինի այս, որ հիմա Իրանը ինչպես կարող է, ինչքան կարող է համոզեցնել, որ այս ցույցերը զսպելուց հետո հետեւաբար իր միահամառությունը վերստին ժողովրդի մեջ ստեղծել է եւ այդ վերստին կոնսոլիդացիոն կա հետագա ծրագրեր մշակելու եւ իր քայլերը վերստելու եւ արևմուտքին համոզի, որ դու պետք է հենց այս Իրանի հետ բանակցես։ Այսինքն ցույցերը հաղթարելը կտա Իրանին վստահություն բանակցային սեղանին։ Անպայման։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Բեգլարյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Իրանի խորհրդանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։